Ադրբեջանը շատ հետաքրքիր հալիաձև քաղաքականություն է իրականացնում մեզ արտացոլելով հայր ունեն ցեղասպանություն իրանք էլ ունեն մեծ Հայաստան կա մեծ հայ կա մեծ ադր դուք հին պետություն եք դուք առաջի քրիստոնյա երկիրն ենք չէ մենք ենք առաջի քրիստոնյա երկիրն ճիշտ է մուսուլման ենք բայց եղել ենք սկզբից քրիստոնյա առաջի քրիստոնյան ենք եղել հետո ընդունել ենք իսլամ այսինքն իրենք ոնց որ ասած իրենց ամբողջ բայց ինչի պարոն Պապյան այդ կոմպլեքսների այո կոմպլեքսների խնդիրը հետո գիտեք ինչա ցանկացած ազգի իսկ իրանք նոր ազգ են որպես էթնիկ խումբ, որպես կզլբաշ, չգիտեմ ինչ վաղուց են, բայց որպես ազգ նոր են ձևավորվում եւ ընդհանրապես միշտ է ձևավորման մեջ ինչ որ հակադրության պահ կա, մեկին դու հակադրվում ես, այսինքն որն է առանցքը։ Իրանց համար էս հայերի հետ հակադրության խնդիրն է եւ իրենց համար էս Ղարաբաղի պատերազմը, Ղարաբաղի ճակերտավոր հաղթանակը, որտեվ սա դեռ ժամանակավոր է եւ այլն, իրենց համար էս ինքնության համար է։ Իրենք ադրբեջանական բանակը մինչև այս վերջի պատերազմները սկսած 18 թվից ոչ մի հաղթանակ չէր տարել պատմական ոչ մի ճակատամարտ անգամ հաղթանակ չէր տարել եւ այլ միշտ պարտվող ա եղել այսինքն եւ ինքը ոչինչ ի վիճակի չարել եթե մենք անգամ ասենք մենք Սարդարաբադ Բաշաբարան Ղարաքելիսա ինչ որ բաներ թեկուզ եւ տեղական նշանակության ճակատամարտ ենք ունեցել որը ազդել է նաեւ անգամ մինչև իսկ առաջի համաշխարհային պատերազմի եւ մասնակցել ենք եւ հաղթող երկրների մեջ ենք եղել։ Մենք Սևրի պայմանագիր ենք ստորագրել, որ մարդիկ չեն պատկերացնում։ Դու հաղթող երկիր Օսմանյան կայսրությունը Թուրքիան քո առաջ կապիտուլյացիա վելա, այսինքն դրա կարևորություն չեն հասկանում։ Ադրբեջանը նման բան չի ունեցել։